Շնորհակալ եմ։ Իրականում ես գիտեմ, որ տարբեր մարզերից են եկել այստեղ մեր արցախցիները։ Շատ կարևոր գործ պետք է անենք միասին, քանի որ յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է։ Այնպես որ ինձ ասում են մեկ ձայն, ոչ, մենք գնալու ենք հենց այդ մեկ ձայնի հետևից, քանի որ դուք պետք է որոշեք մեր հետագա ճակատագիրը, դուք պետք է որոշեք, Արցախցին մնալու է Հայաստանի Հանրապետությունում, թե գաղթելու է, մենք չենք գաղթելու, այստեղ չկա, հավատացեք։ Անցնենք գործընթացին, դիմումը լրացնելու մենք 3 տարբերակ ունենք, ովքեր որ կնեղվեն օնլայն դիմումը ձևակերպելուց, կարող են այստեղ մոտենալ, որտեղ իրենց հետ պետք է լինի իրենց անձը հաստատող փաստաթուղթը, անձնագիրը։ Խնդրում եմ, դուք հետևողական լինեք, որ ձեր անձնագրի հետևում գրանցված լինի, որտեղ եք դուք գրանցված, այսինքն այնպես չլինի, որ դուք գնաք եւ ասեն անձնագրի ժամկետ կա կամ այլ խնդիրներ։ Ուրեմն այսպես, առաջի տարբերակը, օնլայն կարող եք ուղարկել դիմումը, մենք դիմումի ձևը կդարձնենք հասանելի համացանցում։ Հաջորդ տարբերակը, դուք կարող եք տանը դիմումը պատճառնել, լրացնել ձեր անձնագրային տվյալները, կցել ձեր անձնագրի պատճեն երկկողմանի, որտեղ նաև հստակ նշված կլինի ձեր հասցեն։ Դնում եք ծրարի մեջ, գնում եք post եւ ուղարկում եք։ Բայց քանի որ առջևում շաբաթ-կիրակին է, մեզ համար ցանկալի է, որ դա անենք օնլայն։ Եթե դուք ունեք տատիկ-պապիկներ, ովքեր դժվարանում են, սիրելի երիտասարդներ, խնդրում եմ իրենց օգնեք օնլայն դիմումի ձևը լրացնել։ Հաջորդ տարբերակը, post-ի առջև մենք ունենք արկղ։ Այդ արկղի մեջ կարող ենք նամակները ուղարկել։ Հաջորդ տարբերակը, գնում եք անձնագրային բաժանմունքներ, դիմումը լրացրած, երբ որ ձեր ձեռքից չեն վերցնում, դուք աղմուկ եք բարձրացնում, պահանջում եք անձնագրային պատասխանատու մոտենալ եւ նամակը անպայման մուտք անել։ Այո, ստացվել է։ Մենք Շենգավիթում 3 Արմինեի հետ հասել ենք հաջողության, 5 հոգու դիմում վերցրել ենք։ Այսօր Մասիսում ենք կարողացել դա անենք։ Այսինքն մենք ամեն ձև փորձելու ենք իրենց դիմումները մուտք անել, բայց այս պահին, քանի որ առջևում շաբաթ-կիրակին է, վերցնում եք ձեր անձնագրերը, գալիս Արցախի ներկայացությունը եւ մենք ձեզ կօգնենք օնլայն մուտք անել։ Դրանից հետո իհարկե դուք ստիպված կլինեք մեկ անգամ էլ գալ Արցախի ներկայացություն, որտեղ կրկին կլրացնենք ձեր դիմումը, որտեղ կկցենք 2 օրինակից մերժման դիմումը եւ կուղարկենք դատարան արդեն ձեզ հետ կրկին post-ի միջոցով կամ չգիտեմ, Ռոմանը այլ տարբերակ եթե առաջարկի։ Այսինքն մենք ընդհանրապես 2 օրում կարող ենք մեծ հաջողության հասնել։ Նաև պատմեմ, որ այսօր 100-ից ավել արդեն նամակ ենք մուտք արել։ 100-ից ավել մերժումներ է եկել եւ այս պահին տարբեր մարզերում կամավորները նստած դիմումները լրացնում են։ Ասեմ ձեզ, որ օնլայն տարբերակով նաև այնպես է եղել, որ չեն կարողացել դիմումներ ուղարկել, քանի որ իրենք փակել են այդ հնարավորությունը։ Այնպես որ մի դժվարացեք, մի չարացեք, մի քանի անգամ կրկնեք։ Եթե խնդիրներ կլինեն, հարցեր կլինեն, մեծ սիրով կպատասխանեմ։ Շնորհակալ եմ։ Ես դիմել եմ Աչափնյակի անձնագրային բաժանում։ Այո։ 3 անցած օր։ Այսպես մեծ հաճույքով, մեծ սիրով վերցրել են իմ դիմումը, ճանաչում ասացին դուք այսօր արդեն 27-րդ մարտ խոսում եք։ Ասում եմ մերժում եղել է, ասում եմ ոչ, հենց արևոտ սկսել եք, 27-ի արև։ Ես 27-րդ մարտն եմ եղել, ժամը 4, ուրախ տվել եք ընդունել եք, ասում եմ 3 օրից խնդրած պատասխանստան։ Իսկ եթե հանգարց մերժում լինի, սպասեմ այդ մերժմանը, թե վաղը գամ ստեղ։ Չէ, դուք սպասեք մերժմանը, մերժման թուղթը կվերցնեք, կգաք այստեղ, կպատճենեք, վաղը չեն աշխատում է, շատ լավ, դուք նորից գնալ։ Եվ հաջորդ հարցը, հունիսի 5-ին մեր քաղաքացիներին կանչել են որպեսզի ստանան իրենց անձնագրերը, բայց մի հետաքրքիր բան են արել։ Կանչել են ժամը 5-ին, 5:40, 5:55, այսինքն դուք, եթե ձեզ զանգահարել են, ասել են մոտեցեք անձնագրային, խնդրում եմ դուք մի 3 ժամ շուտ գնացեք, որովհետև ամեն
ամեն կերպ խոչընդոտելու են։ Հաջորդ հարցը, եթե դուք շրջապատում ունեք քաղաքացիներ, ում 90 օրը լրացել է, խնդրում եմ կրկին մեզ տեղյակ պահել, որպեսզի նորից գնանք Դավիթ Հաշեն եւ մեր բողոքի ձայնը բարձրացնել 90 օրը լրանալու հետ կապված։ Դիմելուց հետո, այո, քաղաքացիության համար 90 օրը լրանում է։ Այսինքն այդ գործընթացը պետք է լիներ 30-ից 90 օր։ Նույնիսկ օտարերկրացիներին են ավելի շուտ տալիս, քան Արցախի քաղաքացիներին։